Բարի լույս ժողովուրդ ջան, օրը Կիրակի է եւ Սահմանադրության օրն է այսօր հուլիսի 5-ն է։ Հայաստանի Հանրապետությունում տոնում են Սահմանադրության օրը։ Եկեք հետ նայենք եւ տեսնենք, թե այս Սահմանադրությունը 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ինչպես է ընդունվել։ Ըստ էության, այն ի սկզբանե պատրաստվել, գրվել, նախապատրաստվել է այն բանի համար, որպեսզի նախագահական համակարգից պարլամենտական համակարգի անցնելու պատրվակով Սերժ Սարգսյանը կարողանա երրորդ ժամկետով դառնալ Հայաստանի Հանրապետության ղեկավարը։ Եվ այդ անցումային ժամանակաշրջանում, երբ որ պետքա նախագահական համակարգից անցում կատարեր Հայաստանը իբր թե պարլամենտական, որտեղ Հայաստանը մինչև հիմա էլ պարլամենտական չի, դա սուպեր վարչապետական համակարգ է, նա այդ սահմանադրությամբ ընտրվում է վարչապետ։ Այս սահմանադրությունն ըստ էության, որ ընդունվել է կեղծիքներով եւ մի հատ մեծ հարց է առաջանում, թե Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ինչ առիթով պետք է իրար շնորհավորի։ Այսինքն սահմանադրական կարգի առիթով պետք է իրար շնորհավորի։ Պետք է իրան շնորհավորի, որ դատական իշխանություն ունի։ Պետք է իրար շնորհավորենք, որ օրինակ ունենք անկախ օրենսդիր մարմին, որը հակակշռում եւ փոխզսպում է գործադիր իշխանությանը։ Ինչ առիթ կա, էլի, որ մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս կամ քաղաքական գործիչ որպես, շնորհական ուղերձ եղեմ։ Դե պարզա հիմա Հայաստանում բոլորը շնորհական ուղերձ են եղում, ասենք, չգիտեմ, մի համայնքի կադաստրի պետից սկսած մինչև մյուս համայնքի ոստիկանության պետի տեղակալի օգնականի վարորդը իր Facebook-յան էջում ինչ որ շնորհավորական ուղերձներ է եղում, բայց ես ուզում եմ մենք միասին նայենք, թե սահմանադրական կարգը ինչպիսին է Հայաստանի Հանրապետությունում։ Փորձենք մոտավորապես 10 րոպեի ընթացքում տեղավորվել։ Ուրեմն Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի հիմունքներում գրված է, որ Հայաստանի Հանրապետությունի իշխանությունը պատկանում է ժողովրդին, երկրորդ հոդվածն է, ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է հանրաքվեների եւ ընտրությունների միջոցով։ Եվ մենք տեսանք ընտրություններ եղան, սահմանադրական դատարանը 3 որոշում կայացրեց, որի մասին ես բազմիցս ասել եմ, որ մերժելու է, եւ մենք հայտնվել ենք քաղաքական անապատում, քաղաքական բթամտության մի տարածքում, որտեղ ոչ մի բան հնարավոր չի անել, այսինքն փոփոխությունների բոլոր ճանապարհները ըստ էության տանում են դեպի փակուղիներ, որը բնականաբար ծնելու է հեղափոխություն։ Ինչ որ պահի, որտեղ փոփոխությունները տեղի չեն ունենում էվոլյուցիոն ճանապարհով։ Փոփոխությունների ճանապարհին կանգնած է թե իշխանությունը իր ռեպրեսիվ համակարգով, թե նաև ընդդիմությունը այսօրվա իր քաղաքական զրո բացարձակ միտք չունենալու արդյունքում։ Եվ մենք հիմա ունենք այդ հետընտրական քաղաքական անապատը եւ նաեւ հիմա սահմանադրության օրվա առիթով մենք նայում ենք Հայաստանում ժողովուրդն է իշխանությունը ձևավորում։ Ինչպես է ժողովուրդի իշխանությունը ձևավորում։ Հետո այդ ժողովրդի հետ, որը փորձել է ձևավորել ուշադիր։ Ինչպես են վարվում։ Խորհրդան ընդունում է օրենք, որ եթե դու վերջին 1 տարվա ընթացքում, չգիտեմ, ես ինչքան օր չես եղել Հայաստանում, դու չես կարող քվեարկությանը մասնակցել։ Բայց օրինակ զինված ուժերում ծառայելու քո պարտականությունը մնում է ուժի մեջ։ Այսինքն երկրի կառավարմանը մի մասնակցի, բայց երկրի պաշտպանությանը պետքա մասնակցես։ Որովհետև ինչ եմ ասում պաշտպանությանը, որովհետև շատ դեպքերում մենք տեսնում ենք, որ իշխանությունները այդ հավաքների կազմակերպում բան օգտագործում են որպես պատիժ այլախոհների նկատմամբ։ Բնականաբար բանակում ծառայելը պետքա լինի պատիվ, որովհետև ես ծառայել եմ, ես գիտեմ դա ինչա, դա պատիվ է ինձ համար իմ ամբողջ կյանքի ընթացքում, բայց մենք տեսնում ենք, որ մարդիկ սպառնում են մարդկանց բանակ տանելու ինչ որ վտանգով, որը, այսինքն այդ մարդու մտքի մեջ դա պատիժ է, որ ինքը սպառնում է։ Գնացինք առաջ, ինչ ունենք դրանից հետո։ Հայաստանի Հանրապետությունը առաջին հոդվածով ինքնիշխան է, եթե ինքնիշխան է, ոնց է Ադրբեջանը արգելում երասկում կառուցել գործարան, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում սոցիալական եւ իրավական պետություն է։ Իրավական պետությունից հիմա կխոսենք։ Մենք ունենք օրինակ դատական իշխանության բաժինը սահմանադրության մեջ։ Ես հիմա սահմանադրությունը թերթում եմ, էլի, կայքը բացել եմ սահմանադրությունը, նայում ենք։ Ուրեմն դատական իշխանությունը Հայաստանում ամբողջությամբ ենթարկվում է Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությանը։ Սա նոր բան չի եղել։ Սա եղել է Սերժ Սարգսյանի ժամանակ, սա եղել է Ռոբերտ Քոչարյանի ժամանակ եւ սա կա հիմա Նիկոլ Փաշինյանի ժամանակ։ Սակայն Նիկոլ Փաշինյանը բողոքում է, Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը չեն բողոքի երբեք այդ հարցով, որ դատարանները մաֆիա են։ Եվ այդ մաֆիան փողով վարչապետն է ասում, ինչ որ մարդկանց արդարացնում են։
ինչ որ միլիարդատերերի են արդարացնում, հարուստներ են արդարացնում, նախկին իշխանության կարկառուն դեմքեր են արդարացնում, միևնույն ժամանակ այդ նույն դատարանը, էլի նախկին իշխանության շատ դեմքերի պահում է բանտարկված, էլի միլիարդատերի պահում է բանտարկված։ Այսինքն, այս դատական համակարգի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը միանշանակ չի, բայց նա շարունակում է դժգոհել։ Եվ նա, օրեր առաջ խոսել եմ, պնդում է, որ արդարադատությունը Հայաստանի Հանրապետությունում հասու է միայն փողատերերին, փող ունեցողներին։ Դա ասում է մեր գործադիր իշխանության ղեկավարը, որ պատասխանատու է բոլոր ռեֆորմների համար, ում քաղաքական մեծամասնությունը ընտրում է բարձրագույն դատական խորհրդի անդամներին, ովքեր նշանակում են դատավորներ։ Այսինքն ինքը իր ցախողած ոլորտի մասին, որպես քաղաքական միավորի ղեկավար, խոսում է նման ձևով, որ ասում է այս ոլորտը միայն հարուստներին է հասու։ Ինքն է ասում։ Գնացինք առաջ, ինչ ունենք, ազգային ժողով, մյուս մարմինը, որ պետք է հակակշռի եւ փոխզսպի կառավարությունը։ Ազգային ժողովը Հայաստանի Հանրապետությունում ըստ այս սահմանադրության եւ ԱԺԿ օրենքի չունի լծակներ, չունի մեխանիզմներ, ինչու որովհետեւ Սերժ Սարգսյանի համար այդպես էր գրվում, որ նրան չկարողանան հակակշռել, փոխզսպել, եւ այդ մեխանիզմները, որոնք ներդրված են, նաեւ այս ընտրական օրենսգրքի հետ այնպես է արված, որ ոչ ոք որևէ պարագայում ընտրությունների միջոցով չկարողանա իշխանությունը փոխել եւ իշխանությունը միշտ ունենա կայուն մեծամասնություն, որը մտածել եւ գործի մեջ է դրել Իտալիայի դիկտատոր ժամանակին Բենիտո Մուսոլինին, այսինքն այս մեխանիզմը Սերժ Սարգսյանը, Հրայր Թոմասյանը, Վարդան Պողոսյանը ներդրել են մեր այսօրվա համառության մեջ։ Հիմա այլ ինտերվյուներ են տալիս, օրինակ Վարդան Պողոսյանը, որ բանցած խորհրդատալ էր ինքն ընդդիմությունն ինչ անի, պատկերացրեք։ Հա, եւ այս իմաստով ժողովուրդ ջան, մենք ունենք իրավիճակ, որ խորհրդարանը չունի այդ լծակները, խորհրդանում վերջին շրջանում միայն եղել է գզվրտոց վիրավորանքներ եւ, չգիտեմ, ինչ որ բաներ, որ նիստերից բացակայություններ, այսինքն ոչ պատշաճ խորհրդարանական աշխատանք եւ կա գործող մի մարմին միայն խորհրդանում, դա իշխող խմբակցությունն է, որը կնոպկա սեղմելով անց է կացնում դակում է ցանկացած օրենսդրական փաթեթ, որը կառավարությունն է ուղարկում կամ որ իրանց խմբակցությունը քաղաքական կոնսենսուսով արտադրում է։ Գնացինք առաջ, ինչ ունենք Հայաստանի Հանրապետության նախագահի ինստիտուտ։ Հայաստանի Հանրապետության նախագահի ինստիտուտը, քանի որ Սերժ Սարգսյանը պետք է լիներ վարչապետը, չէր կարելի նախագահ լիներ, գրվել է այնպես, որ Հայաստանի Հանրապետության նախագահը լինի ժիլետի թև։ Ինչու, որովհետև եթե լիներ նախագահ որևէ լիազորություններով կխանգարեր վարչապետին, այսինքն Սերժ Սարգսյանին, հետեւաբար Հրայր Թոմասյանը եւ մյուսները գրում են մի սահմանադրություն, որտեղ նախագահը ժիլետի թև է կամ մոտոցիկլետի դուռ է, եւ հետեւաբար այս ինստիտուտը ոչնչացնում են, չնայած մեր հարկատուների հաշվին նա ապրում է, եւ որից հետո, երբ որ հեղափոխությունն եղավ Արմեն Սարգսյանն էր նախագահ, ների լիազորություններ չուներ, բայց փորձում են ինչ-որ դիմադրել, ինչ-որ բաներ անել, արդեն Նիկոլ Փաշինյանի օրոք, ոչ թե Սերժ Սարգսյանի, գալիս է արդեն մի պահ, որ նա հրաժարական է տալիս եւ ընտրում է Վահագն Խաչատուրյանը, որը դուք գիտեք, հայտնի է նրանով, օրինակ գծնում է Ալիևին այնքան ինչքան Ալիևին չեն գծնում անգամ իր գործընկերները, կամ գնում է Տավուշի մարզ եւ հայտարարում է, որ առաջին անգամ սպիտակ մազերով մարդը տեսավ Հայաստանի Հանրապետության պետական սահման, այսինքն 35 տարվա պետության մեջ այդ մարդը նոր է տեսնում պետական սահման, որը Ադրբեջանի ասած այդ 12.9 կիլոմետրն է, մնացած սահմանները պետական սահմաններ չեն ըստ այս մարդու։ Դա այսինքն ինքը մի հատ խայտարակություն է, բայց մեր նախագահն է այնտեղ նստած է, մենք վճարում ենք իր աշխատակազմի, իր ինքնաթիռով ման գալու եւ այլն այդ բաների համար։ Բարձրագույն դատական խորհրդի մասին արդեն խոսեցի, մի խայտարակություն, բարձրագույն դատական խորհրդի ղեկավարին սահմանադրությամբ անկախ պաշտոնյա է, վարչապետը SMS-ով ազատել է աշխատանքից, կառավարության մասին չեմ խոսում, որտեղ բարձր կառավարությունն ովքեր են ինչ են անում կառավարությունում եւ սահմանադրական մյուս ինստիտուտները մարդու իրավունքների պաշտպան, գլխավոր դատախազ, որոնք անկախ մարմիններ պետք է լինեն, կենտրոնական բանկը, ասենք որ պետք է անկախ լինի, բան չէ, ժողովուրդ ջան, ոչ մի մարմին սահմանադրական չունի այն անկախությունը, որը պետք է սահմանադրությամբ ունենար։ Հիմա էլի հետ եմ գալի այն մտքի, ժողովուրդ ջան, ինչը իրար շնորհավորենք, սրա ինչի մասին շնորհավորենք։ Այս որ գրվել է Սերժ Սարգսյանի համար, հետո Նիկոլ Փաշինյանն եկել վեկարել է եւ օգտագործում է մինչեւ այսօր։ 8 տարի է ասում պետք է փոխենք ու չի փոխվում։ Դրա համար ենք իրար շնորհավորում։ Ինչի համար ենք իրար շնորհավորում։ Իսկ ինստիտուտներ կա այստեղ ներդրած, падգամավորի անձեռնմխելիություն, հեսա նայում եմ։ Հա, երբևէ Հայաստանի Հանրապետությունում падգամավորի անձեռնմխելիությունը չի պաշտպանել падգամավորին։ Ում երբ քաղաքական հետապնդումով ուզեցել են կալանավորել են։ Երբ ուզեցել են, ոչ մի բան չի աշխատել։ Գնացինք առաջ։ Էլի ինչ կա այստեղ։
Պատերազմի հայտարարում եւ խաղաղության հաստատում 118-րդ հոդված ծիծաղս եկավ։ Ազգային ժողովը կառավարության առաջարկության պատգամների ընդհանուր թվի ձայնի մեծամասնությամբ կարող է ընդունել պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին որոշում։ Օրինակ տեսեք, մենք չունենք նման որոշում։ Հիմա ասում խաղաղություն հաստատված է, չէ՞, ազգային ժողովի որոշումը չկա։ Ավելին ասեմ, 20 թվականի 44-րդ պատերազմի սեպտեմբերի 27-ի օրը ազգային ժողովը պատերազմ չի հայտարարել, բայց կառավարությունը հայտարարել է ռազմական դրություն, ամբողջական զորահավաք։ Ուզում եմ ասեմ, ոչ մի բան այս փաստաթղթում չի գործել, չի գործում եւ չի գործելու։ Տեղական ինքնակառավարման մասին խոսենք։ Ինչ է կատարում տեղական ինքնակառավարումը։ Մի հատ խայտարակ համակարգ են դնում այն ժամանակ, մինչև 15 թվական է, որ քաղաքապետերին ժողովուրդը չընտրի։ Ժողովուրդը ինչ որ կուսակցությունների ցուցակների ձայն տա։ Այդ ցուցակները կեղծ ցուցակներ է, էլի, այսինքն հիմա էսա թիմ ընտրություններ է, չէ։ Քաղաքական ուժերը գնում են տարբեր գյուղեր, քաղաքներ, գտնում են մի հատ մեծ տոհմ, ցեղ, ով ուզում է իր ցեղի գլավնի մարդուն ընտրացնի այդ տարածքի գյուղապետ կամ քաղաքապետ, ոնց մախվեր մեր թղթերը քեզ տանք, դու այս թղթերով առաջադրվի, այս դրած համակարգն է, էլի։ Այս թղթերը այս մարդը վեկալում առաջադրվում, հա, քաղաքական բթամտության, ասենք, տոտալ բան, հա, ու բանը, մեկ էլ այդ ուժը Երևանում հայտարարում է, որ մենք տեղական ինքնակառավարման մարմիններում այս տեղերում ներկայացված ենք, մենք էս ենք արել, մենք, եղբայր ջան, դուք ինչ կապ ունեք։ Դուք ինչ կապ ունեք։ Այս ցեղային ընտրական process-ի մեջ դուք ինչ կապ ունեք, դուք քաղաքական միտք եք ընդ արել, քաղաքական կյանք կա, ընդհանրապես մարզերում քաղաքական կյանք կա, թե քաղաքական ընտրություն լինի քաղաքական ուժերի բրենդներով։ Այսինքն ձախողված է ամբողջությամբ տեղական ինքնակառավարումը, խայտառակությունը։ Գնացինք առաջ, ինչ կա։ Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Հայաստանի Հանրապետությունում գործող գիտեք, մեր պատմական առաքելական Սուրբ եկեղեցու հետ ինչա կատարվում, ասենք ամբողջ վերջին տարին ինչա եղել, չէ, բարձա, չէ, ոնց է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը ոտնահարվել, այս սահմանադրությունը